Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս սիրելի ժողովուրդ, տեխնիկական պատճառներով պայմանավորված մեր եթերը հեռարձակվում է այս էջով, Վարդան Ղուկասյան էջով եւ շատ-շատերը բնականաբար տեղյակ չեն այս էջի մասին, որն էլ մի շարք բոզի տղեկի մոտ ենթադրություն է տալիս, ասում են տեսեք Վարդան Ղուկասյանի դիտումներն են գելա, այդ չեն ասում, մենք բանը 50 քանի հազարանոց էջից միանգամից տեղափոխվեցինք չգիտեմ 4-5 հազարանոց էջ, որտեղ որ եթերների ժամանակ, այսպես ասած, մինչև 4000-ից ավել մարդ նայում է ուղիղ եթեր, ինչևից է դա խոսում է դրանց անգրագիտության եւ բոզիտղության մասին։ Մեր մշտական անդամներն արդեն իրենց տեղերում են, պարոն Աբազյան, Անդո, Մալչիկ Պայմինի Սասուն, Տահաչ Մարդ, Վահե Ղազարյան, Ռոզիկ, Քրիստիկ եւ իհարկե Արգիշտ։ Վся семья в сборе։ Մենք դες կհրավիրենք շուտով մեր այսօրվա հյուրերին եւ կանդրադառնանք այսօրվա մեր թեմաներին։ Հայաստանի Հանրապետության արտաքին խնդիրներին, ներքին խնդիրներին եւ բնականաբար ժողովրդի վրա ծառացած այս խնդիրներին։ Ինչևից է Քրիստիկ Ներս ենք հրավիրում այսօրվա մեր հյուրերին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ուսուցչուհի Սուրեն Պապիկյան, 56 դպրոցի Ստեփան Զորյանի դպրոցի տնօրենին, 130 դպրոցի տնօրենին, Ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բաժնի պետի նախկին տեղակալ Ավաքյան, ինչպես նաև վերջինիս եղբայրը Օսիպետ Ավաքյան։ Այդ Ավաքյան ազգանունը Օսի վրից անպակաս է։ Ինչքան բոզի տղա Ավաքյաններ կա, սաղին բերեք կապել են ռազմական ոստիկանությանը։ Դальше բնայի կադրերին էսա մենք կանադառնանք։ Քաղաք Վեդու մարս, այսինքն Արարատի մարսպետը, դրան գումարած Արամայիս Գրիգորյան, Վեդու քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Հանրապետական հիվանդանոց գլխավոր, այսինքն սեփականատերերը, Երևանի քաղաքապետարան, Սիսի Բոզի տղեն իա թայֆով եւ իհարկե իմ դավաճան Բոզիս տղեկով, Վահե Եսայան, Վահան Ավաքյան, տեսեք էլի Ավաքյան, դա բան չէր, պատահական չէ, ես մտածեցի, Ավաքյան ազգանունների մոտ Բոզի տղեկի քանակը չգիտես խի բավականին բարձր է, ուրեմն Սիսին ասում նստում անդե, այս երկու ղախպի տղեկը Իմ ղախպի տղեկը նստում են այնտեղ։ Սա ինչո՞։ Հա։ Հին ջրվեժ ռեստորանային համալիրի սեփականատեր Ոմն Տիգրան, գործադիր տնօրեն կամ տնօրեն Մարգարիտա Բունյացյան եւ իհարկե Սիրուհի Հրուշ։ Դուք էլ նստում եք Բոզի տղեկի կողմ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ ոչ բարով Նիկոլ Փաշինյան, Կարմիր խաչ բժշկական կենտրոն կամ վերականգնողական կենտրոնի նախկին տնօրեն Աննա Եղազարյան եւ իհարկե Մխիկ, Տատախարությունը ստեղ են վեդեն ստեղը, որ ասում վся семья в сборе։ Ուրա Arm Comedy, հա, դրանց հետ կանչեք թողալ։ Զանգեր ղողանջում, գագո կանչում, Արի, մերձուցազուն, խնդրեմ, գնա նստի էտագահին, մի բուդետ դնմես Վահան Ավաքյանի կնգամրթին, մյուս բուդետ դնմես Վահե Եսայանի
կնգա մրթին, թող ընդեղ պեղումներ իրականացնեն հոտոտելով, Գագոն ջան, անցինստի։ Անցնենք մեր թեմաներին։ Ուրեմն, մի անգամից ուզում եմ պատասխանեմ նախ տեսա, որ Arm Comedy մեր ինտելիգենտը եւ այն մի քիչ չաղը մի քիչ սկսել անի հարել։ Երեք էլ տեսա, ինչ որ մի հատ երեք չեմ սուր ուղարկել էին գովազդեր, բանը պիցա էին ուղարկի, այդ խեշտեղեն չէր ուտում։ Խորհուրդ կտամ չուտել, այդ ձեր սպոնսորներ տղա ջան, քո թշնամին ամ, որովհետև նայմա դու մտել ես դիետայի մեջ, բայց բանը պիցայի ղրգը մսման նայի, բայց մի քիչ, ինչ որ հոգեբանական ծանր ստրես է սպոնսորի կողմից, գեդինը մտնի տենց սպոնսորը։ Ասեմ, որ ուշադիր հետևում եմ նիհարելու պրոցեսին, ինձ թվում է եւս մի 3-ից 5 կիլո, որ գցի արդեն երկուսն էլ կդառնան ինտելիգենտ, բայց գցելուց բացի քաշը հարկավոր է, որ մեր այդ երիտասարդը փորձի հետևել իրեն, որ այլևս չչաղանա, թե չէ ինտելիգենտը անընդհատ վրեն խայթում, կծում, եսի ինչ չէր անում, օգտվում առիթից, շատ սխալ բան անում, այտենց բանը պետք չի, չես կարող իմանաս մի որոշ ժամանակ հետո ինչ տեղի կունենա ինտելիգենտի հետ, օրգանիզմը մեկ էլ տեսար ինքն էլ սկսեց լցվել, այն ժամանակ են կողինը, որ թեքվի ունում պատասխանը տա լավ կլինի, իհարկե, չի կարելի այդպես, շարունակել նիհարել։ Սա իմ պատասխանը մեր Arm Comedy երիտասարդներին, անցնենք բողոքներին, ուրեմն մեզ ահազանգում են Վեդի քաղաքից, պոլիկլինիկայի հիվանդանոցի և ծննդատան բուժաշխատողները, հավաքարարից, սանիտարկից, բժշկից, բոլորից բռնած, ասում են 4 ամիսը աշխատավարձ չկա։ Մեր Արամայից Գրիգորյանն էլ պոտենցիալ խաղամոլ, աշխատողների աշխատավարձը վեկալ եմ տանում աչուձախ, չգիտեմ երևի ապարատների մեջ հալացեմ ես բոզի տղեն։ Ուրեմն սիրելի կոլեգաներ, պոլիկլինիկայի հիվանդանոցի ծննդատան բուժ աշխատողներ, ես հասկանում եմ ձեր բողոքը, ես հասկանում եմ ձեր զայրույթը, բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ երբ որ ես արդեն այս 5 տարի իմ կոկորդը պատռում եմ, ասելով, որ այս բոզի տղեկին, ում անուն ազգանունը քաղաքացիական պայմանագիր, չպետք է ընտրել, չպետք է հավատալ, չպետք է ձայն տալ, դուք հելա գնացիք ձեր կոկորտիլոզ գենային, ձեն տվիք, ընդ չգիտեմ, ասլան, մասլան, իշկարի գլող, դրանց։ Հիմա ասում եք 4 ամիսը մենք աշխատավարձ չենք ստանում։ Գնում եք մարզպետարանը տշմա հիվանդանոցի վրան, հիվանդանոցը տշմա մարզպետարանի վրան։ Տհաճ մարդ, աշխատանքային օրենսդրությունը ինչ է ասում, թույլ տալիս է գործատուին 4 ամիս աշխատավարձ չտալ։ Ոչ, բա այդ դեպքում ինչն է պատճառը, որ քո Արարատի մարզի դատախազությունը կամ Արարատ քաղաքի կամ Վեդի քաղաքի դատախազը հետույքը չի փոկում, տեղից չի գնում, մտնի հիվանդանոց եւ ասի ձեր աշխատավարձը նույն էս մարդիկ 4 ամիսա աշխատավարձ չեն ստացել։ Այս ընկերք թափող սանիտարկեն, ինչի պիտի 4 ամիս աշխատավարձ չստանա, ինչքան էլ որ ուղեղ չունի, ինչքան էլ որ զոմբի է, ինչքան էլ որ այս մարդիկ հացի տեղը խոտ են ուտում մեծ մասը եւ հավատում են, որ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ իրանց փրկելու է, Նիկոլը իրանց ծծնելու է, տնով, տեղով, ընտանիքով, հələ ամեն ինչ ապագայում է, նամանավանդ Արարատ, Մարարատ եւ այլն։ Ու այս մարդիկ այսքանից հետո էլի գնում ասում են Նիկոլ, էլի գնում ընտրում են ՔՊ, էլի վեկալում զանգում են Վարդան Ղուկասյանին, ասում են Վարդան Ղուկասյան, մենք 4 ամիսա աշխատավարձ չենք ստացել։ Ինչ անի Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանը ձեզ ասելա գնացեք Նիկոլ ընտրեք։ Վարդան Ղուկասյանը ձեզ ասելա գնացեք կոկորտիլոս գենա ընտրեք, չէ։ Դուք խորոփած ունեք Վարդան Ղուկասյանի վրա, այդ մեկ ամեն մի բոզի տող ընտրում եք, հետո ասում եք մենք աշխատավարձ չենք ստանում։ Ես ինչ անեմ, հաց եմ տալի ձեզ։ Դուք ուզում եք, որ ես ծծնեմ Արամայից Գրիգորյանին, սիրով, Արամայից Գրիգորյանին ինչքան ծննդկան կա,
ով որ ծնվել է, այսինքն ով որ ծննդաբերն է այս վերջի 4 ամսվա ընթացքում, դրանց սաղի պատխաջրերը, ընկերքաջրերը, ընկերքը, պորտալարը, այնտեղ էլ ինչ գալեմ թափեմ, այդ արուն, մարուն, ջրեր, մրեր, այդ սաղ լծվի Արամայիս Գրիգորյանի Նաֆարի բեյնի մեջ, պրյամը իս իստոչնիկա, ասա գագո, գագոն էլ ասում, այո, գլխով անդեքը բարի մարդ է, ես ինչ ասում, ես մարդս ես գլխով, համեստորեն, հաստատ, այդ սաղ լծվեն Արամայիս Գրիգորյանի բեյնի մեջ, Նաֆարի, ես ամենայն դեպս սա իմ մոտ ծեծը կնշեմ, չնայած ձեզ չի հասնում, ոչ վեդի, ոչ արարադի, ժողովրդին չի հասնում, ձեզ պետք է լսել տավարի վագոնը, տանը կոկրատոբեջոնը վառել, ես այդ ամենայն դեպս այս հարցով կփորձեմ Երևանն է խոսում ծրագրի շրջանակներում կապնվել, նույն ձեր մարզի դատախազի հետ կամ քաղաքի ու հարց տալ տղա ջան, դու ես բողոքները չես տենում, չես տանում, բայց եթե ընտրությունների ժամանակ ձեր նմանները նորից գնացի ընտրել ես բոզի տղուն կամ ես բոզի տղեկին, այլևս չհամարձակվեք, ատեղից մի հատ սիգնալ գոնե էս կողմ ուղարկեք։ Դալշե, մյուս բողոք։ Հանրապետական հիվանդանոց ես արդեն չգիտեմ ինչի վրա զարմանամ, ինչի վրա զայրանամ, չգիտեմ, պրոստը ոտ не знаю։ Կապված հանրապետական հիվանդանոցի հետ գանգատվում են, այսինքն իրենց ահազանգն են ինձ ուղարկում պրակտիկանտները։ Իսկ ինչպես գիտեք, պրակտիկանտները ամենադուզը խոսող ժողովուրդն են։ Եթե ուզում ես մի բան, մի հատ կարծիք կամ ինֆորմացիա ստանաս որևիցե մի հիվանդանոցի, բժշկի, բուժքրոջ կամ առհասարակ հիմնարկ ձեռնարկության վերաբերյալ բժշկական ամենաճիշտը ձեզ կասի պրակտիկանտը։ Որովհետև ինքս եղել եմ պրակտիկանտ եւ ակամայից հիշեցի, երբ որ կամավորության սկզբունքով բանը պրակտիկայի գնում հոկտեմբերյանի հիվանդանոց ես տեսա մի տեսարան, որը իմ մոտ առաջացրեց շոկ։ Մտնելով բանը տրավմատոլոգիայի բաժին, այնտեղ կար ավագ բուժքրոջ սենյակ, մտա այն պահին, երբ որ տեսա, որ ինչ-որ արնաթաթախ, սևացած, այդ տիպի օգտագործած բնդերը նստած ավագ բուժքույրը, տրավմատոլոգիայի բուժքույրը դրանց կտրում են, սենց մկրատով, սիրուն ծալում են, դնում են, սենց բանի եռանկյունաձև սարքում են, որպես պերևյազочный մատերիալ, ու դնում են բոքսերի մեջ, որ հետո էլ պիտի դնեն բանի մեջ, ախտահանեն, ավտոկլավ, հետո հանեն, նորից օգտագործեն վիրակապարանում։ Ու նայում եմ, մի հատ էլ սենյակ կար միջանցքից դուրս, մի հատ էլ տեղ էի տեսել փռած բնդեր, օգտագործած, ես կարող բնդեր, փռածը պարանի վրա։ Ես դեմից չհասկացա, թե սա ինչ է։ Հետո երբ որ մտա տեսա տենամ կտրտում են այդ բնդերը դնում են բոքսերի մեջ, հետո ես նստած նայում եմ, որ այդ բոքսը պիտի տանեն կուխեն բանի մեջ, ախտահանեն եւ բերեն կապեն հիվանդի ջանին։ Հետո ես բուզի տղեր, ես ինչ են անում։ Ու ես իմ խոդով հելա գնացի հոկտեմբերյանի գլխավոր բժշկի ընդունարան, Խաչատրյան Ռոբերտ։ Եթե չեմ սխալվում, այդ մարդը մահացել է, Օղորմյան։ Ասեց ուզում եմ մտեմ գլխավոր բժշկի մոտ։ Բան զեկուցին ասին, արի, դե գիտես, որ բուժաշխատողի երեխա եմ, տղա եմ։ Մտել եմ մոտը, ասում եմ, ընկեր Խաչատրյան, ես ես բան եմ տեսել ձեր տրավմատոլոգիայի բաժնում։ Կտրտում է, սենց են անում, մնաց են անում, այդ մարդը սենց բերանը բաց լսում է ինձ, ասում է դու վստահ ես, որ դա օգտագործում է վիրակապարան, ասի ես ինքս եմ տեսել։ Ասես լավ, դու գնա, ես դա կպարզեմ։ Ես հելա գնացի անցավ մի ժամ ու կես, մենք էլ ասին գլխավոր բժիշկը մտել է հիվանդանոց։ Այդ մարդը եկել է, բացել է բոքսերը, տեսել է սևացած, յոդը վրեն տենց ադխադնյակ մացելը, օգտագործում են դաման բոլոր վիրահատությունները հոկտեմբերյանի հիվանդանոցում գնում են երկրորդային ձգումով, թարախը մեջ ետալը մեթը մեջ, ցանկացած վիրահատությունից հետո։ Հիմա նույն հակասանիտարական վիճակը հանրապետական հիվանդանոցի վիրահատարաններում է։
Պրակտիկացել արդեն որի որ պրակտիկատն է ահազանգում է, ասում է պարոն Ղուկասյան, վիրահատարանում եւ ռեանիմացիայում, որտեղ քաղաքացիների մուտքը արգելված է, խոզանոց, բարդակ, գործիքները ախտահանվում են շատ վատ, բժիշկները լվացվում են շատ վատ, վիրահատությունների ժամանակ շատ հաճախակի տեղի են ունենում կոնֆլիկտներ, վիրահատող բժշկի, անեսթեզոլոգի, բանը, օպեր բլոկի բուժքրոջ եւ այլն միջեւ փոխանակ բժիշկը կենտրոնանա վիրահատական դաշտի վրա, չգիտեմ, կռիվ անամ, էս անամ, այն անում, կոնֆլիկտ, մտնում են հարբած, ոչ ստապ վիճակում։ Եվ դրա համար էլ հանրապետական հիվանդանոցի մահացությունների թվերը բարձր է։ Բոզի տղա հիմնակ ձեռնարկություն։ Ես գիտեմ, որ հանրապետական հիվանդանոցի սեփականատերերը, մեղմ ասած, շատ վատ մարդիկ են գագո, շատ վատ, այնքան վատ, որ քո խեռը պիտի վեկալենք եւ տշենք սրանց տան մեջ, կպով։ Բայց որ նույն հիվանդանոցում, այսինքն այս հանրապետական կոչված բանում այդ հիվանդանոցում կա դիրի նման մթնոլորտ, ես դա կարող եմ պատկերացնել հեռու 95-6 թվերի։ Իտո հոկտեմբերանում դա դզվեց եւ այլևս ոչ մի օգտագործած բինտ չեկավ չմտավ բան վիրահատարան։ Հետո իհարկե այնտեղ բանը բուժաշխատողները գցին բռնին մտածին այ մարդես Խաչատան Ռոբերտը խեկավ մտավ։ Սուսանի տղենա գնաց մտեմուտը։ Սո ու այդ բայից սկսած ինձ ատե վախում էին սաղ։ Ավելի լավ։ Բայց այն հիվանդները, որոնք որ սաղի վերքերը, այդ թվում նաև իմ, ես էլ եմ այդտեղ վիրատվել, երեխա ժամանակ ճոճոփում էր տարախի մեջ, այլևս այդ process-ը չկա։ Բայց հիմա 2024 թվականի Ինգերաբազյան Գուցրոնի հիվանդանոց, որտեղ վիրահատարաներում տիրում է հակասանիտարական վիճակ։ Հիմա կլենք ասեն սուտա, այդպես բան չկա, մեր մոտ նամուսով ես ասում եմ։ Կերելեք էտա գագոյի բդերի արանքի մեծ խոշոր զանգուլակներ ցած Պուշկին եւ ստեղ հետեւություն ունի անելու հանրապետական սանիտիկան ես չգիտեմ հիմա ոնց է կոչում այս բանը հիմնարկը բայց միանշանակ եւ քաղաքացիներն էլ հորդորում են եթե ունեք գումար ոչ մի դեպքում չվիրահատվել հանրապետական հիվանդանոցում գնացեք դրացեք ուրիշ տեղ լուբո հիվանդանոց որտեղ ուզում եք բոզի տղա հիմնարկ ու ես ասել եմ հանրապետական հիվանդանոցը ես պետականացնելու եմ Իմ խերին չի, գագոյա, ջանգիրան գագոյա, ինչ խերը գլուխ է, այդ հիվանդանոցը պիտի պետականացվի, դարչ։ Հաջան, ասմա վահե Եսայանի կնիգը լավա անեմ գլը, տենում ես, փորձ ունի այդ տղա, փորձ ունի, շարունակի գագո ջան, շարունակի, Բասկիտ զորություն Աստեղծականության Մյուս, քանի որ գնաց խոսք հիվանդանոցներից Մյուս հիվանդանոցը, որին որ սենց ասած անդրադառնում ենք, դա վերաբերվում է Կարմիր խաչ կոչված հայտնի հիվանդանոց, որ ասում են Մախեկի Կարմիր խաչի հիվանդանոց Բայց եկեք տեսեք, այն որ ասում եմ ես ցանից մի ժամանակ առաջ անդրադարձել եմ նույն Մախեկին եւ շատ կոպիտ տոնով Իսկ հիմա խնդիրը ինչու՞ է կայանում Խնդիրը կայանում է նրանում, որ միևնույնն է, նշանակություն չունի, ես ասել եմ, դավաճանը դա կլինի ՔՊ-ի ճամբարում, դավաճանը կլինի ՀԿ-ի ճամբարում, թե իմ ճամբարում, դավաճանը մնում է դավաճան։ Հենա, երկու չէ, 3 հատ, մեկը Բերթամա, երկուսը քաղաքապետարանում, տես Պորրիկի տղա ես ունեմ դավաճան։ Իսկ դավաճանից ձեռք չի մնացել Կարմիր խաչի հիվանդանոցը։ Այնտեղ կար Աննա Եղազարյան, ով եղել է բավականին տևական ժամանակ Կարմիր խաչի հիվանդանոցի գործադիր տնօրենը։ Հիմա ես նախկինում եղել է քարտուղարուհի, մխիկս բռնել է, իա քարտուղարուհին երևի ժամանակին էլ դոմփել է, չգիտեմ։ Վեկալի նշանակել է պոլիտեխնիկ ավարտած կադրին,
Կարմիր խաչի հիվանդանոցի տնօրեն, տևական ժամանակ, տարիներ, երկար տարիներ։ Հիմա այս ընկերուհուն Աննա Եղազարյանին ազատել են աշխատանքից։ Նշեմ, որ Աննա Եղազարյանը ունի ամուսին, որը չի աշխատում, Արայիկ Ներսիսյան, ունի որդի Ֆելիքս Ներսիսյան, որը բժիշկ է մասնագիտությամբ, եւ ունի դուստր Մերի Ներսիսյան։ Ֆելիքս Ներսիսյանը ես ոնց հասկացա, իր հետ որպես օժիտ բերել է Արայիկ Ներսիսյանի համար։ Ունի խոշոր կապիտալ, մեքենաներ, այդենց թանկանոց, Յաշիկնի, Մերսեդեսնի, այդենց ավտոկնիկ ունի։ Կվարտիրեք ունի եւ այլն, բայց աշխատավարձը 1 միլիոն դրամ, այսինքն ստեղից մենք հասկանում ենք, որ Աննա Եղիազարյանը տասնամյակներ շարունակ ուղղակի ծծրել է Կարմիր խաչի հիվանդանոցի բյուջեն։ Հիմա սրան ոնց հասկանում եմ, առաջացել է հակասություն ընկեր Մխիկի եւ Աննա Եղազարյանի միջեւ, Մխիկն ասել է իձի նախսույր։ Նա քակաբռնվերենի չարե, դեռ չեմ ուսումնասիրել, բայց հոտ նառնում եմ։ Աննա Եղազարյանն ասում է բռնել ես քոքից, ես իձի նախսույր չեմ լն, հիվանդանոցը զավթում եմ։ Արտա Գալստյան 2։ Բերես քուչից շինես Վաշխառուին Իսան, հլնի ասի ես կուսակցություն ունեմ։ Հիմա քանի որ ի տարբերություն հիմա ես Վարդան Ղուկասյանն եմ, ես երբեք չեմ ալի Մխիկ երբեք չի լինի Վարդան Ղուկասյան։ Մխիկն ասում է, այ բալամ, սա այս հիվանդանոցը իմն է, ասում է չէ, ես պիտի զավթեմ ու վերջ։ Գնաց եմ մտել առողջապահության նախարարին Կունիլինգուսարե, այս Աննա Եղազարյանը։ Հիմա ամսի 12-ին ապրիլի 8-ին, չգիտեմ, ինչ որ մի օր ապրիլ ամսվա մեջ պիտի լինի մրցու բանը, քննություն պիտի հանձնեն Աննա Եղազարյանը եւ ընկեր Մխիկը, որ ով է դառնալու հիվանդանոցի տնօրեն։ Ահա։ Բայց ես ոնց sense նայում եմ, Աննա Եղազարյանի շանսերը այս պայդրությամբ բավականին բարձր են հիվանդանոցը խլելու գործում։ Խոսենք օբյեկտիվ, որովհետեւ ինքը ցոտիկի ղեկավարել է, ունի փորձ, դոլարնիկն էլ արդեն բաժանել է եւ շարունակում է բաժանել, վաղն էլ ես իմիջ միտինգ անեմ եւ այլն։ Բնականաբար գործ ունենք բավականին լուրջ կոռուպցիոն սխեմաների հետ եւ հիմա Աննա Եղազարյան կոչված ընկերուհին ուզում է հիվանդանոցը զավթի։ Քանի որ ես իհարկե չունեմ սիմպաթիա ընկեր Մխիկի նկատմամբ, բայց երևույթը, քանի որ ես էլ եմ այդ երևույթի միջով անցել, հասկանում եմ, որ բավականին ցավագին երևույթ է, եւ մարդկանց ում փողոցից գտնում բերում է, ոնց որ ես կտա բերա կթա եւ բերեցի տաքսիստ Վահե Եսայանին, հա, որի մաման սանիտարկա է, շինեցի մարդ, մտնումա քաղաքապետարան հլնամա, Վահան Ավակյան Բոզիս տղուն, որը որ շակալատ մատակարարող էր եկել, ասում է ես Ավականի եմ, այդ չգիտի մի քանի ամիս հետո լավը ծռրելու եմ։ Ագարկա կնիկը, որը որ աշխատում է Մարտունա քաղաքապետի մոտ, աղբոր ես չգիտեմ աշխատում է թե չաշխատում, այդ պարզեցի աշխատում է Մարտունու քաղաքապետին տնով տեղով ծծծնելու եմ, այս երկու օրը։ Եվ իան գիտեն այս երկու օրն է, ծածա պրծապ կենալ, վերջ։ Եվ այս ցավը տենալով ես ամբողջովին միանում եմ ուրեմն Կարմիր խաչի սեփականատեր ընկեր Մխիկին, ասում եմ, ես այդ մարդուն որ բերեն նկարը դրեն դեմս, ես չգիտեմ ով է, դեպքը չեմ տեսել, բայց քանի որ եմ որ ասում եմ միստաբոյ ադնոյ կրովյու, ցավը տեսել եմ, ես իմ կերպով կփորձեմ ավելի հասկանալ ով է Աննա Եղազարյանը, ինչ քաքսա կերել եւ ինչ քաքսա ուտում, եւ իհարկե նման դավաճան մարդկանց անկախ նրանից նորից են կգնում ում ճամբարում են դրան գտնվում, պետքա ոչնչացնել։ Նման մարդիկ պարզ ճակատով քայլելու իրավունք չունեն։ Եվ մենք խորանանք Աննա Եղազարյանի որդու Արայիկ Ներսիսյանի ով լինելու մեջ, ամուսնու, աղջկա եւ այլն։ Ես խոստանում եմ իմ ռազմական աջակցությունը, որ ասում եմ Կարմիր խաչի հիվանդանոցի սեփականատիրոջը Մխիթար Մնացականյանին, որովհետև նման մարդկանց ես ատելով ատում եմ։ Իսկ շրաբերում է իմ բոզիս տղեկին, շուտ թե ուչ ես ասել եմ, ձեր տեղը Բերթումա լինելու, համբերեք։ Ընկեր Աբազյան, դու սիրում ես դավաճաններին, Աբազյան։ Տենում ես, ես չեմ սիրում։ Տհաճ մարդ,
Իմ ավականիները քեզ ուղարկել էին անտառային 11/1 ապօրինի շենք շինության հետ կապված հաղորդում։ Ինչ եղավ այս քրեական գործ, 106 քրեական գործ, ես գեոդեզիստ էի տարել, չափել էին, ասել էին շենքը ապօրինի է, ձեն չկա։ Ձեն պիտի լինի, չպիտի լինի նամակին դու պատասխանելու ես, թե ոչ, թե ես հանվեմ լարեմ քեզ։ Գերի մոտդ։ Ուրեմն երկու օր առաջ եթերի ժամանակ մենք զանգարել ենք Ստեփան Զորյանի անվան դպրոց, որտեղ մեզ ասեցին ոչ, նման բան չկա, նկարները տեղում են։ Իմ զանգից անմիջապես հետո նկարները բերե կախել են տեղը։ Ես զգուշացնում եմ 56 դպրոց եւ 130 դպրոց այդ տնօրեն կոչվածներին։ Նամանավանդ, եթե չեմ հիշում ազգային իշխանը հիշում եմ, անունը Սուսաննա էր, այս 56 դպրոցի։ Նամանավանդ ձեզ չտա Աստված, որևիցե մի լուսանկար, որևիցե մի դպրոցից հանվեց։ Ես զգուշացրեցի ձեզ։ Ուրեմն անդրադառնանք Սուրեն Պապիկյանին։ Ինչպես տեսակ, իմ նշանակումները, որը որ ես հայտարարել էի մի երկու հաղորդում առաջ, ում որտեղ են նշանակելու, նույն ձև Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը նշանակեց տվյալ մարդկանց։ Մի քանի նշանակման հետ կապված ուզում եմ բանը լրացուցիչ ներկայացնեմ 5-րդ բանակային կորպուսի հրետանու պետը, արտիլերիստը նշանակվել է կապի վարչության պետ, գեներալիսկի հաստիկ։ Էդի նույնը ոնց որ ստամատոլոգին բերեց նշանակեց նեյրովիրաբույժ կամ նեյրովիրաբույժին տանեց նշանակեց ստամատոլոգ։ Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի նախապատերազմական վիճակի մեջ գտնվող բանակը ել ավելի թուլացնել։ 6925, այսինքն հոկտեմբերյանի ուսումնական զորամասի հրամանատար մեկ է նշանակվել է մարտական պատրաստականության վարչության պետ։ Կարեն Գրիգորյանը, որը չուներ ոչ մի կրթություն, բացարձակապես ասեցի նշանակվել է գլխավոր շտաբի պետ տեղակալ։ Երոյանը նշանակվել է ԳՇՊետի տեղակալ, ոնց որ ասել էի։ Սա այն Երոյանն է, ով պատերազմի ժամանակ ԳՇՊետի տեղակալ է նշանակվել, ով պատերազմի ժամանակ ստացել էր ձախ բթի այս փափուկ հատվածի հրազենային վիրավորում։ Եվ հրազենային վիրավորումն էլ թափածակող չէր, այսինքն ստից մտներ, ստից հլներ։ Հրազենային վիրավորումը այս մսից սկուլիկ բոգվե գնացել էր ու այս մարդուն սահմանից հետ էին բերել մարտական գործողություններից, որ գիտեք ինչ, ինքը վիրավոր է։ Արցախյան 44 օրյա ժամանակ մեր զոհերի 90%-ը զոհվել են հրետանուց եւ բայրակթարերից։ Մենք չենք ունեցել այնպիսի շատ տեղերում դիստանցիա, որտեղ հակառակորդ օգտագործածն են, ասենց ասած, բանը պիստոլետ կամ ավտոմատ։ Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ձախ բթի տակի փափուկ մասը ինձ ձևա վիրավորվել։ Եթե անգամ վիրավորվել է, այնտեղ պետք է ընդամենը վերքը կարել մշակել եւ վերջ բինդը փակում էին Նիկոլի նման իրանց ձեռի վրա եւ շարունակում էին իրենց մարտական առաջադրանքը կատարել։ Ոչ, բան են արել, հետ են տարել, այսինքն դուրս է եկել պատերազմի դաշտից, ինքը ծանր վիրավոր է եւ վերջ։ Հիմա այս մարդը, Ինգեր Երոյանս, եկե նշանակվել է գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Ես ուղղակի ուզում եմ, որ մեր ժողովուրդը հասկանան ինչա կատարվում բանակի հետ։ Բադասյան Սասունը կադրի վարչության պետ, ով է Բադասյան Սասունը։ Բադասյան Սասունը, սիրելի ժողովուրդ, դա Էրատո ջոկատին մարզող անձն է եղել։ Հիշում եք, Աննա Բոլեին ագարկեն, որ ավտոմատը առած ֆորմով վազում էր չոլի մեջ, իրանց մարզել է Բադասյան Սասունը։ Ինձ թվում է Բադասյան Սասունը Աննա Բոլենին մարզելուց բացի, էլի ուրիշ մի բան էլ է մարզել։ Իհարկե, մեր գլխավոր շտաբի պետն է Ասերյան Էրիկը, Փալաս,
Բարես ամենաբուն այդ իմաստով հիմա ամբողջ դժբախտությունը ինչու՞մ է կայանում։ Ամբողջ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում վխտում է նարկոմանիան, վխտում է ալկոգոլիզմը, վխտում է գումարբազությունը։ Սա նորից պետական ծրագիր է, ճակերտավոր, դավադիր ծրագիր, ամեն կերպ քայքայել հայկական բանակը։ Հնարավոր եւ անհնարին բոլոր միջոցներով։ Նման բարդակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում չի եղել անգամ 1996, 97, 98, առավելևս դրանից վերև։ Ես ասում եմ այն թվերը, որ թվերին, որ ծառայել եմ ես։ Ցանկացած անձ, ով այդ ժամանակ ծառայել է բանակում, կհաստատի իմ յուրաքանչյուր խոսքն ու բառը, որ ասենց բարդակ, առավել եւս բարդակից ցածր բարոյա հոգեբանական իրավիճակ չի եղել երբևիցե։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ընկեր Ադրբեջանը, որը ատամները կրկտացնելով սպասում է հարմար պահի պատերազմական գործողությունները վերսկսելու, մեր բանակի սպայակազմը ինչով է զբաղված։ Թմրամոլություն, ալկոգոլիզմ, գումարբազություն ու դրա հետ մեկտեղ եթե ուզում եք ստանալ բարձր աշխատավարձ, պետք է քալենք շարային։ Եվ նայում ես եկագնդապետ, փոխգնդապետ մարդիկ, բանը շարային կեցվածք են պարապան, որ բարձր աշխատավարձ ստանան։ Դե մարես բոզի տղեկին ասա, որ տղա ջան, դու պատերազմող բանակ ես, դու պաչոտնի կառաուլ չես։ Այդ քո շարային կեցվածքը շինեմ ես, վաղը սամանի վրա խրամատում դու շարային կեցվածք պիտի ընդունես։ Հա? Աբազյան, վաղտը գալու է քեզ գնդակահարելու են։ Որպես պետական դավաճան, քեզ, Անդոյի, դուք եք KGB-ն, ես չեմ։ Իմ պատկերացրած KGB-ն, ինչ որ ես եմ ուզում տեսնեմ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն։ Նախ ես կփոխեի Հայաստանի Հանրապետության այդ ազգային անվտանգության ծառայություն բառակապակցությունը, եւ դա լինելու է իմ նախընտրական ծրագրի մեջ։ Այն պիտի կոչվի պետական անվտանգության կոմիտե։ Այդ բառը պիտի հետ գա։ 1. Քնչականը, որ քո նման չմոյի ձեռից վեկալան տվին այն բանի եզդի բոզիտողուն պիտի գա հետ, ներողություն, քուրդ բոզիտողուն, քնչականը պիտի գա հետ։ Արտակին հետախուզությունը, որ վեկալան տվին են օմբուդսմեն ագարկին դրա բանը, լոգոն, ոնց որ չգիտեմ, գալակտիկա է նկարել, պիտի գա հետ։ Բանը, քոսպեսնազը, որը որ այդ կարմիր բերետավորները վեկալան զավթին, այդ սպեցնազը պիտի գա հետ, նորից մտնի ազգային անվտանգության մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտե կոչված բոզի տղա հիմնարկը, որ տենում են բաբշե չի աշխատում, լիկվիդացնել, փակել եւ շինել հակակոռուպցիոն վարչություն, մտցնել ազգային անվտանգության ծառայության մեջ, ասիկան KGB-ի հետ բերելը տեղ։ Նիկոլի Ախրանան, որը որ կոչվում է պետական, չգիտեմ, անվտանգությունա պահում, իշխերսա պահում, հետ բերել նորից մտցնել ազգային անվտանգություն։ Բանը KGB-ի մինիստրը պիտի ընտրվի պարլամենտի կողմից 6 տարի ժամկետով։ Անձեռնախելի, որ կարանա ում ուզենա, ոնց ուզենա, ինչ ձև ուզենա, ծածանի փռյալերի տակ։ Ես այդ ձև եմ պատկերացնում KGB կոչվածը։ Այլ ձև ես չեմ պատկերացնում երկինը փրկելու համար։ Այս հակակոռուպցիոն կոմիտե մենք հասկանում ենք գործություն չունի, չաշխատում։ Լիկվիդացնել, ծախսերը կրճատել, բերել, մտցնել KGB-ի տիրույթ։ Ու պիտի կոչվի KGB։ Հենց իմենը KGB։ Ազգային անվտանգության ծառայություն։ Ուրա, ատեցիններ կա։ Չկա։ Ես ավելի լուրջ ազգային անվտանգություն եմ, քան թե դուք։ Ինգերաբազա։ Դու չմոյես, դու գործություն չունես։ Որովհետև եթե դու KGB-ի մինիստրն ես, արդիշտը քեզ չէ ծծցնի։ Դու յանքը ծծցնեիր։ Ու այսքան համատարած կոռուպցիա, նարկոմանիա եւ այլն չի լինի։ Դու իմ ռազմականի պետին էի բռնես, Սուրեն Պապիկյանն էի բռնես, աղդ պետի, ու դու արդեն բռնածել ես։ Բայց դու վախում ես, որովհետեւ ինչ որ մի բան անես, Նիկոլը Բերյանը ժաշկտա կանի գցի դուրս։ Իսկ եթե տրված ես պարլամենտի կոմիտու 6 տարի անձեռնախելի ու նման հազո ու 35%-ով շտատերը ավելացնել։ Նամանավանդ քնչական եւ օպերբանոկ։
Դե հենց ուզում եմ ու եթե այդ մարդն էլ նորմալ մարդ եղավ, այդտեղ նստած, ես ուզում եմ տենամ այն պաշտոնյային, ով կարա թփրտա։ Անրոպը բլեց։ Պարապում են շարային կեցվածք։ Էդ է ես։ Պաշտպանական բանակի հրամանատար Վարդանյան կամուն ուզում է դառնա փոխնախարար կամ գլխավոր շտաբի տեղակալ։ Ղարաբաղը կմպսրեց 1 միլիարդ 500 միլիոն դոլարի զենքը բանտիկով հանձնեց Ադրբեջանին։ Սաղ պնեի, ներողություն, պբեի, ջպերը, ավտոները, կամազների, կրազնի, բանը, տոյոտա և հավկեց հետը բերը սաղ բարեկամների հետած անազգաներով բաժանել ա, հիմա եկել է նույնը ուզում այդ իրականացնի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ուզում են գլխավոր շտաբի տեղակալի պաշտոն, պատրաստ է վճարել ցանկացած գումար, ինգեր Աբազյան, չգիտես, 150 հատ մոտավորապես մեքենա, ջիպ, տոյոտա ջիպ, խեռի ջիպ և այլն ես մարդը հետը բերել ա, ուր էլ, ինչի դու չեք վեկալում, չեք տալի բանակին, նայում ես Պաշտպանության նախարարության շենքը 50 հոգի մարդ մենակ աշխատում է Երևակայի լրատվության վարչությունում։ Ինչ են անում այդ կամ մարտատեղ։ Դրանց մեքենաները, դրանց ջպերը, դրանց ավտոմոբիլները, զինվորը այնտեղ եթե մի նման փդմա, հողի տակ, բլինդաժ չունի, հողի տակ, չռմբռմց, հեսա ձունը որ հալավ, բանա, սկսվելու է, ինչու է աղմակում գետը, մաքրի տանի։ Սաղ ջպերում է, ու ես նույն բոզի տղեկը ուզում են նորից գան, ստեղ իրանց թալանը շարունակեն։ Իհարկե դոլարնիքի հարցը։ Հիմա ես չգիտեմ ինչքան դոլարնի կտան ուսուցչու բոզի տղուն, որն է գնա, ինգեր Նիկոլ Ղախպի տղուն, համոզի ասի չէ, Կամո Վարդանյանը հիանալի զինվորական է, կարացել է ժամանակի սաղ Պաշտպանական բանակի տեխնիկան փախցնի բերի Հայաստան, ծախի բարեկամներուն բաժանի, միլիարդ ու կես դոլարի սպառազինություն բանտիկի վրա նվեր տվեց Ադրբեջանին։ Հիմա գաց տեղ նվեր տա։ Ու գիտեք հետաքրքիրը որն է, մյուս բոզի տղությունը, որ օրը մենք ունենում ենք զոհ, այդ օրը Հայաստանի Հանրապետության թիվ 1 ագարկեն, բերանը մինչև ագաժների հետևը բացած, նկարվում ու գցում է։ Ու էլի, ոնց որ ես ամբողջ ժողովրդին, մեր Աննա Բոլենը ինչ ասի, ասի ծլիկը ստծեք։ Հասկանում ես։ Ու ոչ մեկ չի հլնում, չի ասում, դաժե ազգային ժողովում։ Այդ բանը պարլամենտական ընդդիմությունը ոչ մեկ չասում այ ագարկա դու ամեն օրը երբ մենք ունենում ենք զոհեր բերանը բացած ինչի վրա ես հրճվում այ մորացածնեմ ինչի վրա ես հրճվում էլի նորից 4 զոհ բերանը մինչև այրոպորտն սամալյոտի ինչ ու սրա մեղավորությունը գիտեք ինչու՞մ է սրա մեղավորությունը մեր մեջ է Այդ ազգի մեջ է, որովհետև այս ազգի դեմը խոր, Յոնջա է լցես սրանք որ, ես ասում եմ չէ, ես չգիտեմ այդ որ մի ջրամբարի մեջ է գնաց է, էսյա սերական շրթերը սենց կամելավ, մեջից կաթիլը կտ, մի հատ, թակ մի հատ, կաթացել է այդ եկա ջրամբարի մեջ, դաշտանաջուր, ու ասել է տմեք թող խմեն, ու այս ազգը խմե գլուխի տա եղել, Էդ ինչ մերոնաջուր ես, էդ ինչ դաշտանաջուր ես, լավ ոչ մեկ էդուն են զովածի ծնողը չասը, մորը ծսնեմ, սամալոտի մեջ ստուարդեսանեն էլ կանած, երկ են Ռիգա, Մոսկվա երկը, ինչի վրա ես հրճվում, այսես չեք, ու սա համատարած է, ու ես ամեն ինչի հետ միասին, ես բարդակի, ես բոզության, ես պորրակության, բանակը թալանելու հետ միասին, նայեմ ես, որ ամեն մի կոպեկը պիտի լինի հաշված 6 միլիոն Սնուպ Դոգ, չգիտեմ ես իմ ինչքան ինչ, պակեվավճարներ և այլն, հələ գումարած է դրան են, բանկետնի են անում, բանկետնի, ուրա,
Մի րոպե։ Ինչպես։ Ալո, բարև ձեզ։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Ում հետ եմ խոսում կներեք։ Նարինեի հետ։ Նարին է, դուք մենեջերն եք։ Ոչ։ Ես կուզենայի մենեջերի հետ զրուցել, գրավիլ եք հեռախոսում։ Զանգահարեք, համարն ասեմ զանգահարեք, 091 Ահա, 67 ահա, 64 00 00 Եղավ, շնորհակալություն։ Call ended. Call ended. Հին ջրվեժ ռեստորան, փակվավ։ Ինչպես։ Ալո, Նարին է։ Այո։ Մենք չկարողացանք կապնվել ձեր մենեջերի հետ, ես մի երկու հատ հարց ունեմ ձեզ տալու։ Ոյ, ես կներեք կասայի աշխատողը մեծ պահին հաշիվներ եմ ստանում, ներող կլինեք, դուք ավելի լավ է իր հետ կապնվեք։ Բա մենք զանգում ենք իրան չի պատասխանում։ Ինքը տեղ չի։ Չէ, ինքը էստեղ չի, ես ուղղակի կասայում եմ աշխատում։ Հասկացա, իսկ ուրիշ մենեջեր կա, որ հիմա այդտեղ աշխատանքի վայրում Չէ, է։ մենք մի մենեջեր ունենք։ Անոնի չէ՞ր մենեջերի, Հերմին է։ Այո։ Բա հիմա մենք ո՞նց անենք այդ Հերմինեի հետ խոսանք, մենք միջոցառում ենք ուզում Դե հասկացնել։ հեռախոսը համարով պետքա զանգահարեք, ես ուրիշ համար չունեմ։ Դուք ասիրեք։ Լավ, մի հատ էլ եկեք զանգահարենք Հերմինեին։ Բան Ես չասես։ գանձապան եմ, այո։ Գանձապա։ Call ended. Մի հատ էլ զանգահարենք Հերմինեին։ Ու հետո չասեն, յամա մտավ, քրֆեց, էդեց կեղտոտ բաներ եւ այլն։ Ես այս կասեմ ինչ ալեմ էլի, համբերեք։ The number you dialed is not in service. Նախ, այտենց համալ, նեմա, գոցու չունեցիք դերերեք։ Մենեջեր մարդը զանգում ենք։ Հերմին է։ Ուրա։ Ատո քսվուկ, պրտվուկ։ Դու պատրաստ ես Սուրեն Պապիկյան։ Call ended. Մի վարքյան։ Հերմինեն չպատասխանեց։ Մի րոպե։ Զանգում ենք Facebook-յան էջին։ Call ended. Ապա ու
Ես ոնց նայում եմ իմ Messenger-ով իրանք են ինձ զանգել, հիմա ես հետ եմ զանգում տնօրեն Մարգարիտա Բունյացյան։ Ալո, բարև ձեզ։ Ես ինչ լավ։ Call ended. Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ում հետ եմ խոսում Հինջերվեժից։ Տիգրանի հետ եք խոսում։ Տիգրան, բարև ձեզ։ Բարև։ Մենք հիմա ուղիղ եթերում ենք, ես մի երկու հարց ունեմ ձեզ տալու, ընկեր Տիգրան։ Խնդրեմ, տվեք։ Ասացեք խնդրեմ, ինչ արժե ձեզ մոտ միջոցառում անցկացնելը, մեկ անձի համար, ինչ արժե։ Պարոն Ղուկասյան, ես ախր գներից կուրսիչ եմ, Բա, ոնց անենք։ Ուզում եք մենեջերին։ Ես զանգում եմ ձեր մենեջերին, ձեր մենեջերը չի վերցնում։ Չէ, եթե զանգ է գալի մենեջերի հեռախոսի վրա, ցույց չի տալի, էլի կարող է զբաղված է եղել, կարող է բան է եղել։ Չէ, ես զանգում եմ, երբ 3 անգամ։ Ուզում եք ես հիմա կանչեմ մենեջերին, ասեմ։ Հա, կանչեք մի հատ հեռախոսի մոտ, շատ կարևոր հարց է, մի հատ կանչեք։ Գներից այդքան կուրսիչ եմ, էլի։ Կանչեք։ Հեսա մի վարքյան, մի հատ Հերմինային կանչեք թողա։ Շուտ արեք, շուտ կանչեք թողա։ Այդ մեզ էլ հասանք, հա, պարոն Ղուկասյան։ Հերթով եթում ենք, չէ, հիմա դուք դեռ թիրախում չեք, հիմա, այսինքն հարցը պատասխանից հետո կհասկանաք ես ինչ եմ ձեզ զանգել։ Չնայած նրան, որ դուք ձեր կոլեկտիվի անդամների հեռախոսները հավաքել եք, պահել եք, որի հետ կապ չի հաստատել, հայրում եք, եւ այլն, ես տեղյակ եմ դրանից, բայց հիմա լրիվ ուրիշ հարց է։ Այո, իհարկե։ Ես եմ հայոյում։ Իհարկե։ Ձեզ։ Այո։ Չէ։ Ձեր աշխատողները ինձ ասում են։ Չէ։ Չեկան ձեր Հերմինեն։ Ես մտեմ, որ կյանքում ճանապարհին է, հեսա եկավ։ Ես կարամ երթում մտեմ, որ կյանքում ես ձեզ չեմ հայոյել։ Մի հատ լավ, հեռախոսը տվեք Հերմին։ Չէ, շնորհակալություն։ Հեսա տամ։ Ալո։ Բարև ձեզ Հերմինե։ Բարև ձեզ, պարոն։ Մենք զանգահարում ենք ձեզ, դուք չեք պատասխանում, շատ լավ է, որ մեսենջերով ձեզ կթանք։ Ես մի երկու հարց ունեմ ձեզ։ Սիրով լսում եմ ձեզ, պարոն Ղուկասյան ջան։ Ասացեք խնդրեմ, ձեր մոտ ինչ արժե մեկ անձը։ Հիմա միջոցառում ենք ուզում հասկացնել, մեկ անձը ինչ արժե։ Հարգարժան պարոն Ղուկասյան ջան, ուրեմն մեզ մոտ այսպես է, ֆիքսված աթոռավճար հասկացողություն չկա, մոտավորապես մենյուավճար է, բայց 2 տակ ուտեստով, 3 աղցանով, նախուտեստներով, ջրեղենով, միջնից բարձր օղիով, մոտավորապես անձը 10-11 հազարի մոտ է լինում։ Ես սկսում եմ 13,000 դրամ, ես բարի մարդ եմ, 13,000 դրամ։ Բանը դուք հիշողությունից լավ եք։ Այո, մի փոքր կարող է թերանամ, պարոն Ղուկասյան։ Լավ, հիմա եկեք միասին հիշենք։ Ուրեմն, Այո։ ուրա, մի րոպե, մի վարքյան։ Նախ ներողություն, դուք ինչքան ժամանակատեղ եք աշխատում։ Ես այստեղ աշխատում եմ մարտի 11-ից։ Մարտի։ Անցած տարվա մարտի 11-ից։ 2023 թվականի մարտի 11-ից։ Ուրեմն ապրիլի 4-ին ըստ խտաբանության ես իմ ասակը դնեմ Telegram կանալ, ես հուսով եմ համոզված եմ դուք իմ Telegram-ը ունեք։ Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը ձեր ռեստորանում, ձեր այսինքն ապրիլի 4-ին չէ, ապրիլի 4-ին ՀՀՊ-ն ձեր ռեստորանին է փոխանցել 500,000 դրամ։ Ներողություն, 5 միլիոն դրամ, հազար անգամ ներողություն, 5 միլիոն դրամ, կլորթիվ, Այո։ ես չգիտեմ այդպես բանը ռեստորան, որը որ տա կլորթիվ, հիմա ես ուզում եմ հասկանամ, բանը պնան 5 միլիոն դրամ, ձեր ռեստորանին խի է փոխանցել, Կարաք հիշեք։ Պարոն Ղուկասյան ջան, նայեք, որպեսզի ես ձեզ ճիշտ կարողանամ բացատրեմ, փոխանցումներով եւ հաշվապահության այդ գումարներով ես չեմ զբաղվում։ Ես գիտեմ դուք չեք զբաղվում։ Ես ուզում եմ իմանալ ձեր մի րոպե, ձեր ռեստորանում եղել է այնպիսի մի միջոցառում, որ մոտավորապես մի 300 հոգի Պաշտպանության նախարարությունից գան լսվեն ձեր։ Բացառվում է, պարոն Ղուկասյան ջան, գիտեք ինչու բացառվում է, որտեղ մենք այդքան հոգանոց սրահ չունենք։ Քանի հոգանոց է ձեր սրահը։ Առավելագույն սրահը, որ կարող են նստել, միայն 60 հոգին է։
60 հոգի, իսկ եթե մենք sense անենք ինչպես, դա էլ գիտեք ինչպես, այսինքն sense շատ նեղված պետք է նստեն, քայլելու տեղը չի լինելու։ Եթե ուզում են որ բարեն ուրախանան, 40 հոգի։ 40 հոգի։ Հիմա մի հատ հարցամ ձեզ սիրելի Հերմինե, ամենաթանկ ճոխ երեկույթ ասեմ, միջոցառում ասեմ, կազմակերպելու համար, ինչքան կլինի մեկ անձի գինը։ Պարոն Ղուկասյան ջան, նայեք, այնտեղ արդեն տրվում է թե ինչ օղի կխմեն, տակուտեսներից եթե ստերլեց վերցնեն ու ամենաթանկ, հա, գրեթե որ մեր մոտ ամենաթանկ օղին 14000 դրամ է, այդ ամենայով կարծում եմ տենց 13000-ին մոտ։ Այսինքն իմ ասած թիվը 13000։ Ձեր ձեռքի տակ կալկուլյատոր կա։ Հիմա գնամ վերցնեմ։ Մի հատ հնավ եկալեք եկեք, հա։ Մի րոպե։ Հա, ես սպասում եմ։ Այո, պարոն Ղուկասյան։ Ես հիմա կխնդրեի 5 միլիոն դրամը բաժանեիք 13000-ի, որ մենք հասկանանք քանի հոգի մարդ է դա անում մոտավորապես։ $5 միլիոնը, հա։ Ահա։ Ամսի 4-ի պաշտպանության նախարարության բլանկով երևում է, որ ձեզ փոխանցել են 5 միլիոն դրամ։ Բացառվում է։ Ամսի 30-ին մայիսին մի րոպե։ Ամսի 30, չէ, ես ձեզ բան չունեմ ասում, ոսու սիրուն։ Ամսի 30-ին մայիսի 648,000 դրամ։ Ամսի 23-06-22 թվականին 144,000 դրամ։ 19 օգոստոս 2022 թվականին 325,000 դրամ։ Հələ սրանք մի կողմից 325 բան։ Ուղղակի ուզում հասկանամ 5 միլիոն դրամ բանան։ Ինչ է արել ձեր վրա հաշիվը մաքրել։ Նայեք, պարոն Ղուկասյան ջան, ես ձեզ մի բան ասեմ։ Նայեք, մենք կարող է պատվիրակություն կա, տենց 10 հոգանոց, 20 հոգանոց իրանք հետո փոխանցեն, բայց տենց գին բացառվում է որ մեզ։ Ես ընդունում եմ պատվիրակություն, բայց ուզում հասկանամ այդ 5 միլիոնը մենք ո՞նց բաժանենք, քանի մարդ է։ Պարոն Ղուկասյան, չէ, տենց բան ես ձեզ այնքան շատ եմ հարգում, ես հաստատ ձեզ չեմ խափի, ու ընդհանրապես մենք 5 միլիոն նման բան չի եղել։ Երբևիցե, պարոն Ղուկասյան, չգիտեմ։ Չէ, քիչ դուք դες խոշոր միջոցառում։ Տենց չի եղել, պարոն Ղուկասյան ջան, չի կարա, եթե անգամ խոշոր միջոցառում լինի 40 հոգանոց, չի կարա այդ թիվը լինի։ Ես գիտեմ որ չի։ Մեզ մոտ տենց թիվ, մենք անգամ տենց թիվ ծիծաղալու ենք։ Ես խնդրեմ ձեզ մտնեք Վարդան Ղուկասյանի Telegram կանալ եւ ձեր աշխով տենակ այդ 5 միլիոն դրամը։ Ես հիմա կմտնեմ, պարոն Ղուկասյան ջան, բայց ես վստահեցնում եմ, որ շնորհակալություն, վերջ, լավ։ Ձեզ նույնպես շնորհակալություն, լավ, պարոն Ղուկասյան։ Call and then. Թուղթը տեղադրված է իմ Telegram կանալում։ Տեսեք 5 միլիոն դրամ։ Խնդրեմ։ Որ սուդա դες բան չկա, մուտիտա։ Սա պաշտպանության նախարարության թուղթն է։ Հա, պաշտպանության նախարարություն Չգիտեմ ինչ գրություն, 5 ջրվեժ ՍՊԸ 0-ինչ համարով 04-04-2023 թվական ներկայացական արարողական ծառայություններ 5 միլիոն դրամ։ 12,000 դոլարի ինչ պիտի լապես, հնարավոր չի։ Այս մարդիկ էլ ասում են մեր զալը քարը պայթի տրակի 40 հոգի մարդ։ Են ոչ 40 հոգով 5 միլիոն դրամ կարան ծծցնել, պարոն Աբազյան։ Թուղթը դրված է Telegram կանալում։ Մտի, բաց, Անդոյին հանձնարարի, թող հելմատ նայն տենանես ինչ ծախսերա, ջրվեժ, 5 ջրվեժով, բանան փողավրացել է, մակներա։ Ես դու գող չկա, բան չկա, բարդակ, օպիտի գնա, այողակարգը, վեկալինը, 5 միլիոն դրամ, 12,000 դոլար, բոզի տղա Սուրեն Պապիկյան, ինչի վրա ես ծախսե, հարց, Էդ ինչ ոչ բանատոնա է, էդ ինչ դելեգացիա է, նատոյի դելեգացիա էլ որ գայտա գեներալնի և ալը խում չես են կալի տանես հինջրվեշ։ Պիտի տանես չգիտեմ, բան մարիոտ, պիտի տանես չգիտեմ, առաջնակայտ, կուլտուրական տեղ էր, բանդիկավոր մատուցողնի և ալը խում չես տանի հինջրվեշ։ Սիմֆոնիկ, հա,
Այս մարդիկ նստած ընկեր պաշտպանության նախարարությունը տսնմո բայց զուլ մակրող տրակտոր մենք չունենք որ սմենա փող անենք փողը դուրս գնեն չգիտեմ Եգիպտոս Վիրջինիան կղզիներ Չինաստան գործակ բոզի տղություն ես դրա համար եմ ասում դու որպես հիմնարկ ընկեր KGB գոյություն չունես դու այսօր դաժե սովետի ժամանակվա սովետ հիշում ես սովետական միություն սովետի ժամանակվա հոկտեմբերյանի քաղմասը ավելի լուրջ հիմնարկ էր քան թե այսօր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն կոչված ցեխը մարդիկ ասեն մեկ տես միջոցառում չեք ունեցել Ես ինչ թիվ է։ Եվ մենակ են որ թիվը կլոր է 5 միլիոն։ Արդեն հասկանալի չէ՞ լավ։ Այսքան մարդ գնացել եք թելեխ եք արել, հարսանեկ եք արել, մատաղ եք արել, մաղարիչ եք արել, չգիտեմ ինչ եք արել։ Եղել է որ ռեստորանը ձեզ կլոր թիվ տա։ Սա 000 չէ։ Ու խոսք օրինակ 146,148,000։ Ինչու՞ մեծ սխոսիկը։ 5 միլիոն։ Ուր է փողը։ Չկա։ Ռեստորան ասում եք ես դες չեմ արել, խաբար չէ։ Ես հավատում եմ ռեստորանին։ Դա լուրջ թիվ է եղել, տես թիվ բռներ ռեստորանը կներ տունել։ Ես այսօր որոշել էի թաղեի ընկեր Տիգրանին, բայց ինքն իան բան արեց, փրկեց։ Չնայած նրան, որ իմ հասեին, ինչ ասես ասել, հեռախոսների աշխատողների ձեռից հեռախոսը վեկալ ընդանում է սեֆի մեջ, տղամատենա, ով այն հետ կապի մեջ։ Եթե մի անգամ էլ տես բան կրկնվավ ընկեր Տիգրան իմ ագանջին ասավ, ահավոր վատալնելու քո վիճակը։ Զգուշացնում եմ։ Սա հանցագործություն է, հանցագործություն է 5 միլիոն։ Հետո էլ ասում են ընտրովի արդարադատություն գոյություն չունի։ Ուսես լիքը։ Սա ուղղակի ասում է ցվիտոց չի։ Մենք տեսել ենք միլիոնավոր դոլարների կոնտրակտներ բանայի հետ, որ գնացեք ուրել են։ Փողը չկա, ապրանքը չկա, ինչ-որ մի հատ Գալասյան Զարզանտ, Եգիպտոսում, Չինաստանում, օֆիս Թայլանդ, բացե բանամատակարարան ու չկա։ Փողը վեկալամա, ապրանքը նեմա։ Այսինքն է վիճակը, սեր ժողովուրդ։ Դուք ձեր աշկով, ունքով, դուք դրած է, մենեջերը հետ են խոսացին, կսպե չեղետ ես բան, ինչ եք ուզում ենից, հում դուք անդոն չեք, մարդը ճիշտ ասում ես աղջիկը։ Ուսետ շարունակ։ Հիմա ես եմ ազգային անվտանգություն, թե դու, Աբաս։ 7 հովտյանոս են կողմ։ Հիմա մյուս բոզի տղությունը, ես կամաց, տրանսպորտ։ Այս պորնիկի տղեկը, իմ պորնիկի տղեկի հետ միասին, են որ ասում խոձուտ, վակրուկ դա օկալա, ամեն ինչ անեն տրանսպորտը թանգացնեն։ Լավ, մենք թանգացնում ենք տրանսպորտը, խոսքի օրինակ, բայց դրանից տրանսպորտի որակը փոխվում է, իհարկե ոչ։ Այդ չվացուցակները որ կա որ ժամով վարկյանով գա վեկալի տանի բերի ալնման իհարկե ոչ եւ չի կարող լինել որովհետեւ մեր ճանապարհների վիճակը սարսափելի է Երևան քաղաքը քանդած բլած ավիրացա տրանսպորտ նեմա ոչ մի բան նեմա բայց գները բարձրացնում ենք հիմա ամսի 15-ին մարտի հաջորդ նիստը որը ուզում են 100 դրամանոց ավտոբուսը շինեն 200 դրամ գակ մինիմում հələ միատել է միասնական խռը տեղադրելով ինչպիսին է իմ կարծիքը բացական է իրավունք չունեք թանկացնելու տրանսպորտ որովհետև դուք որակ չեք մատուցում բոզի տղա Երևանի քաղաքապետ յա բոզի տղեկով Ես հորդորում եմ Երևան քաղաքի ավականիներին, ովքեր որ սիրում են գնալ գյոթի և բոզի, այդ բոլոր ավականիները, անկախ որ ֆրակցիայի մեջ են, պիտի իրենց նիստի ժամանակ, ամսի 15-ի, մի հատ ձեռի հետ, հետաքրքրության համար ծծցնեն Վահան Ավագյանի, Վահե Եսայանի, մամաներին, ոչ եմ կանանց և իրանց։ Ես ու հորդորում եմ, որպեսզի սեռական բնույթի բան տեղի չունենա, այս երգը, իրանք այդ երգը շատ են սիրում, հենց այս երգը դուք միացնեք, սիրելի ավականիներ, իրանք կհասկանան։
Ես էլ ռեկլամա միանել նայքելը։ At Take 5, you stay in your... Ներրալորը եսը չգիտեմ ստեղ։ Ուղղակի հորդորում եմ նիստի ժամանակ այս երաժշտությունը միացնենք։ Վերջ։ Վահան Ավագյանի կողը, վայ ես այն, ու նայեք յանց աշկերի մեջ։ Այդ արդեն նշանակում է մամայի ծծնեմ, կնգա ծծնեմ, ալեքիների չուզում եք արեք։ Պրոստե այս երաժշտությունը դրեք, սա որպես խթանք մնացած ավագանիների։ Գագո ջան, դու շարունակի այս երկի, այս իմ ու քո երկն է, այս երկի տակ Վահան, Վահե, մամաների, Ռոստենանիքին եւ այլն ծծնելու։ Այս երկը դու դի ու ծծրա, մենք ասենք առաջ։ Պաուզա տանք, հետո կվերադառնանք։ Տրանսպորտի թանկացմանը ես նորից եմ ասում ենք կատեգորիկ դեմ ենք եւ իմ հետինները, իմ ժողովուրդը քվեարկելու են դեմ։ Եկանք, հոսանք ամենակարևորին։ Ուր են մեր ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ ինչու՞ չէ Նիկոլ Փաշինյան։ Ուրեմն, ինչ ենք մենք տեսնում։ Ես ուզում եմ զատնո հրավիրեմ մեր աուդիտորիա Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Կապիրկինին, Միացյալ Նահանգների դեսպանին, Ֆրանսիայի դեսպանին եւ այդենց մնացած դիվանագետներին եւս։ Մենք կուլտուրական մարդ ենք։ Շուրջ 5 տարի շարունակ Վարդան Ղուկասյանը քննադատում է եւ սրանց, այսինքն ԿՊ-ին, եւ նրանց, այսինքն պարլամենտական ընդդիմությանը։ 5 տարի անընդմեջ։ Վարդան Ղուկասյանին պիտակավորեցին տարբեր ձևերով՝ ռոբիկական, սերժական, նիկոլական, դոդական, միշիկական, ինչ ասես ասին։ Մենք բոլորին ասեցինք մեր հարևան հրուշի բառերով ագար կա։ Վերջ։ Հայաստանի Հանրապետությունը հանձինս Նիկոլ Փաշինյան բոզիտղու գնաց եւ մտավ հաստատեց Հռոմի ստատուտը, որը մտավ ուժի մեջ փետրվարի 1-ից։ Սրան զուգահեռ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մենք տենում ենք ինչ խայտարակ վիճակի մեջ է գտնվում։ Սրան զուգահեռ մեր տնտեսությունը ոչ մի արտաքին ներդրում, ոչ կրթություն, ոչ բժշկություն, ոչ բան չունենք, ավիրվելով, քանդվելով գնում է առաջ։ Սրան զուգահեռ օրորի հզորացող Ադրբեջան բարձր մեծ ախորժակով ասում է ես ոնց ուզեմ ձեզ պիտի ծածցնեմ։ Ադրբեջանի վարքագիծը եւ Հայաստանի վարքագիծը հասկանալու համար սիրելի երիտասարդներ, ժողովուրդ, ես բերեմ շատ բարձ օրինակ։ Պատկերացրեք մի հատ քուչա, թավ, սեփական շենք էր, որտեղ այդ քուչում կա մի հատ տղա, ով շատ վատ է հագնվում, քթից խլինքը անընդհատ գնում է, ատամները ծուր, մշտի, փնթի, դես, բզիկը մեղ կա, ատես մի հատ տղա, մազերը վատ կտրած, անդրագետ, մաման, պապան չկան, եթե մի վիճակ եւ այլն, ով բոլորի մեղքը գալիս է, սա հարևանները մեղքը մեն, մեկը կոնֆետ է տալի, մեկը հացիկ է տալի, մեկը ճաշիկ է տալի, մեկը երեխու փոքր շորերն է տալը, ասում է ամբալաջան, հակի։ Ու կա եւս մի հարևանի երեխա, լավ պահած, հասակակիցներ են, լավ պահած խնամված, որ վատ դաստիարակություն տեսած, իմ ձեռից ինչ տենեմ ուզում է խլի եւ այլ, ու գնամ գալու, այս երեխուն տապում է։ Այդ երեխեն այսօրվա դրությամբ կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Այդ մենք ենք, այդ կեղտոտ հագնված, վատ, այդպես քթից խլինք տեթմա, մազերը անհավասարոշ, այդ մենք ենք։ Այն լավ հագնված շոյերով քուչի, բանը սենց պլեչիկով մայկա, մուսկուլնիով, մի քիչ պարապած երեխա է, շորտիկով բան, սիրուն նենց բիթի տեսքով, սև ու կաշկերով լիքը, այդ էլ Ադրբեջանն է։ Հիմա այս խեղճ երեխեն, որ անընդհատ տփում են, այս երեխեն լացելով վազում է առաջի հարգի հարևանի մոտ, Ելենտոտայի, ասում է Ելենտոտանձի ծեծելա, Ելենտոտան ասում է բերանա ցռեմի չես ուզում ես երեխուց։ Մի քիչ Ադրբեջանը քաշում է մի կողմ։ Ասում է մեր կողմ էլի ուրիշ տեղա բռն տփում,
Էնի հարևանի մոտ, լերի ձածայի մոտ ավազեմ, լերի ձածա տերեղի, հլը մե աղոշում լերի ձածա չակուրած մեկը կողեմ մորդ բերանը, բոզի տղա, քաշոնյանի վրա, բայց ես ամենը ժամանակավոր է։ Բայց քանի որ ես երեխեն անընդհատ ավազեմ, բանը ելետոտայի մոտ, լերի ձածայի, չգիտեմ ընդեղ մյուսների, արդեն հարևաններն էլ են զզայ, մարդ ասում են, բալիկ ջան, ոնց որ ասում են մեր հարևան Զոյան։ Ուժը չի պատը, քարավեկա դու գլխի։ Հարցի լուծում ես, մեր հարևան Զոյան, ի երեխուն, Արմանին, Փելուշին, Զարզանդին, ասում են ուժը չի պատում դոնարի տղուն տպես Արոյին, քարավեկա դու գլխի, մեկ էլ վիոլի տղա արտակին։ Էնե քարավեկա տվեց Արոյի գլխը, բացեց, Արո խելոք ցավ մի օր։ Մերջ, այմ այս նույն վիճակի մեջ մենք ենք։ Մենք արդեն զզվցրել ենք Եվրոպային, Միացյալ Նահանգներին, այս մեզ հնդիկներին, պարսիկներին եւ այլ։ Ու ամենախնդիրն այն է, որ երբ որ որևիցե մեկը գալիս է մեզ օգնելու, մենք ասում ենք շեյ դու յան շատ միծեցի, յան շատ բան ինքը լավն է, ես հետ ինգերություն անեմ։ Ստոկգոլմյան սինդրոմ։ Երբ որ քեզ ծծծողին, դու վրես սիրահարվում ես։ Դա հիմա Նիկոլ Փաշինյանն է։ Ու այս բոզի տղեն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ, նստած ուրա Daily Mail, այդ օտենտոգլական մամուլա, աբաս գիտեի, ես չգիտեի, հավատացիր չէ։ Այդ Daily Mail-ի ինտերվյու է տալը, իայն կող դաուն կեցվածքով տակը կակած, հիպերտրոֆիայի ենթակված մարմնով, որ նայում ես վեն ուզում ես պղսես, եկավ նստավել լրագրողի մոտ ինտերվյու է տալը։ Էնի հարց է տալեմ, դե կուլտուրական մարդ է, են լրագրողը, աշխարհ տեսած է, էլի տենց կուլտուրական տեղեր է տեսե, Բեգինգեմյան պալատ, Փարիզ, հրո, այդպես խելքով մարդ էր, էլի։ Ասում է, հոտս քաշես։ Դու հիմա որ Ռուսաստանի Դաշնության նախագահ ՎՎ Պուտին եկավ իջավ Հայաստան, բռնելու ես թե չես բռնելու։ Համոզված եմ ձեզանից մեծ մասը եղել է դեպք, որ Եհովայի վկաներին հարց եք տվել, ակնկալելով կոնկրետ պատասխան։ Այո կամ ոչ։ Հարցի փոխարեն գնում հասնում են Ադամ Եվայից, Ադամ Ռադիլ Իսակա, Իձա Իսակ Ռադիլ Խերգալո, ուտից գալում են, ասում են ստոպ։ Հարցը սենց էր, այո կամ ոչ։ Նորից նույն Եհովայի վկանյան կցմատոդի բաղ չեն, էլ ես ասեմ ստոպ, գանդոն, այո կամ ոչ։ Ոնց որ ես մի անգամ հարց տվեցի, ասում եմ մարդկությունը ոնց է շատացե, աղբերը բռնելա շինելա քավորը, սա ինցեստ է թե ոչ։ Գնում են ուրիշ տեղ, այ ասում եմ դու հարցին պատասխանի, ձեր գնաց կտակարանն է, Աբելը սպանեց Կայենին, գնաց միացավ այլ մարդկանց, ուդից գնաց միացավ եթե երկու բոզի տղեն էին։ Գնաց է 5 կտակարանի մեջ, դա ես չեմ օրինա։ Հիմա էսա, հարց է տալում Պուտինը, որ գային իր 96-ը եկավ իջավ։ Այդ մարդն բորտից իջավ, ձերբակալելու եք թե ոչ։ Ինչ ասում։ Ասում է, դատական համակարգը պիտի որոշի։ Նայում ես ասում ես, լավ սա ումա դրե գժի տեղ, իա բոզի տղա հալով։ Եվրոպացիքին ու ամերիկացիքին չեմ կարծում, որ եվրոպացիք ու ամերիկացիք հոգեկան հիվանդ են։ Ամենայն հարգանքով նորմալ մարդիկ, պիտի ասեն չհասկացանք, ինչ է նշանակում դատախազը կամ դատարանը պիտի որոշի։ Դու քաղաքական դեմք ես։ Դու հնավիրում ես ռուսական կայսրության, Ռուսաստանի նախագահին քո երկի, չէ՞, գույսունի պրոտոկոլ, զանգամասում են գալու է, ավտոներն ենք բերում, են ենք բերում, ախանիկն ենք բերում, դիպուկահարներն են գալում, եւ այլն, չէ՞։ Եկեք միասին այդ հասկանանք։ Դու հրավիրում ես ու զարդնով ասում ես, դե եթե Աննա Վարդապետյանը խոսքի օրինակ այդ Պոչիկով աղջիկը որոշեց ձերբակալել Ռուսաստանի Դաշնության նախագահին, ուրեմն պիտի ձերբակալի։ Ես тут ни при чем. Это Աննա Վարդապետյանն է մեղավոր, կամ դատարան։ Պրոստը այդ կուլտուրական լրագրողը, ախր հենց այդ է խնդիրը, որ չգիտի ինչ է Հայաստանի Հանրապետություն, որ ասի, պարոն Փաշինյան, հիմա եթե ձեր դատարանը որոշեց, որ այո, ով է ձերբակալելու, Աբազը, թե Վահե Ղազարյանը։ Վահե Ղազարյանն ու Աբազը չեն կարել ճղճվարուհի տղեկին ձերբակալել։
Չեն կարող Արշակ ու Գասպարյան ո՞վ է ձերբակալեն։ Դուք ուզում եք ձերբակալեք միջուկային գերտերության ղեկավար եւ դրանով իսկ պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Ինչ ասում Պեսկովը, այն բեղերովը։ Ասում է Հայաստան, այդ չմո, հրապարակային պատասխանի, դու ձերբակալելու ես պրեզիդենտի, թե ոչ որ կա, բայց ակում գիտեմ, որ Պուտինի տրուսիկը կծացի, բայց նա չի կարող ոչ չեմար ձերբակալի, ես ունեք դրե գժի տեղ։ Ձերբակալելու ես, թե ոչ։ Հələ Հայաստանը ձեն չի հանես, սուս նստելա, ասում է Պուտին ուզում է գա։ Իայն իլ 96-ով հետևից Միգելը ուզում է գա, Միգելի տակն է ռակետները դրած։ Դու ձերբակալելու ես, թե ոչ։ Հիմա սրանք մտածում են ինչ ասեն։ Ասեն հա, էցի վաչը բիզեց, խոսքյորինակ էլի, դու ուզում ես ձերբակալել մի մարդ, ում դու կանչում ես, ասում ես արի, համ ասում ես արի, համ ուզում ես ձերբակալել, բայց այդ մարդուց դու առնում ես հոսանք, դու այդ մարդուց առնում ես գազ, դու այդ մարդուց առնում ես ուրան, զենք, զինամթերք, պլյուս դրան 20-25 հազար ռուսական բանակը կոյեկի տարածքում է, միած էլ հապկի անդամ ես, SNG-ի անդամ ես, լավից վատից է քո անվտանգության երաշխավորն է, իբր թե։ Սպեսալ։ Ու դա այն դեպքում, եթե դու փորձես ձերբակալել այդ պետության նախագահի, դա ավտոմատ նշանակում է պատերազմ հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը։ Ռուսակը Լեննագանի, Երևանի, Արարատի, Արտաշատի ռուսական զորքը զինվորը նստում է տանկը խոդիա տալը, գալում է ուղիղ անաբոլին բռնումա մազերից ծծացնում է, քեզ էլ հետա բոզի տղա։ Ասես չէ Եվրոպական մարդու միջազգային դատարանի քանի անդամ, 12 անդամ են եսի միջե, պլյուս մի հագայի դատարան եւ այլն, են սպիտակ բմբուլներով, վարադիկներով կուլտուրական ժողովուրդը, այսեր շոնը բարձրացնելու են, ասեն ծծես, դու ինձ ծծես, դե արի ստեղ։ Բա բոզի տղա, քեզ ով խնդրեց, պաղատեց, աղաչեց, որ դու գնացիր եւ վավերացնեցիր Հռոմի ստատուտը։ Հարց, անհերատես բալենքի ծծսի իլ 96 սամալոտի լոչիկները, Պավլով, Իվանով, չգիտեմ ով անդեղ, ուսես կցել երկիրը թակի մեջ, երկու ֆրոնտով, են կոմես հետում նրանք են ծծսնեմ, ես կոմես հետում սանք եդոշ եմ ծծսնեմ, իտոգում ծծամ ես, պալու բոմու, ու իմ այլ նստել եմ, ժեստիկուլյացիայով բաներ է խոսում, ու ես քանից հետո, Եվ որ ընկեր Ռուսաստանը վեկալ է հեռախոսը ընկեր ինչ էր Գեյդար Իլխամովիչը կամ Իլխամ Գեյդարովիչը զանգամ ասում է թե դավայ նշինայ էլ ինդեղից սկսում արդեն ատամերը գրգռալ այդ անել Լեննագանի նախկին մարզպետն էլ կայնում ասում է Հայաստանի խնդիրը օրենքը դա Հայաստանի ներքին գործն է այդ չոլկով գեղացի ագարկ է Մեկը հլնդերից ասի էդ խերով ես խոսան, բոզի տաղա, կարաս բանակ ունես, որ պատասխանը տաս, բանակ չունես։ Հույսդ ով է, հիմա որ սկսվալ ու սկսվելու է, դու ինչ ումից ես էլի զենք ուզելու։ Հարց։ Էլի պիտի ասես ռուս օգնի։ Ռուսը քեզ պիտի ասի խերս կերել ես, թե ես քեզ կօգնեմ, ինձ Երուսաղեմ ձերբակալեիր։ Ֆրանսիացուն ֆրանսիացի մոս պիտի գա քեզ հասնի։ Աշխարհից երնա։ Սանկցիաների վրա էլ Ադրբեջանը թկած ունի։ Ոչ մի հետ ուզում է Եվրոպան սանկցիայով ծծցնի, մեր բոզի տղեկն ասում են չէ, որ դուք սանկցիա կիրառեք Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը մեզանից կնեղանա։ Եվրոպասն ասում է լրիվ բոզի տղայա։ Այն Ամերիկա вообще խառնա իա կակուկեկով։ Չգիտի Թրամփ, Բայդեն, չգիտեմ եւ այլն եւ այլն եւ այլն։ Պատերազմից անցել է 4 տարի։ 4 տարվա լրիվ մենք ունենք այսեն ժամանակ մեր բանակը բանակ սարքելու, ավելի հզորացնելու, ավելի զինելու, մարտական ոգին բարձրացնելու, զինվորների քանակն ավելացնելու, զորամասեր կառուցելու եւ այլն։ Ինչ ենք արել։ Զորամասերը վերածել են գոմերի, զորամասերը վերածել ենք առևտրի կենտրոնների, բանակը ողողել ենք նարկոտիկով, ալկոհոլիզմով, գումար բազությամբ, պոռակությամբ ավիրեք քանդել ենք,
Շարունակում ենք ռեստորաններում լափել, բարել, գնալ գյոթի բոզի, Facebook-ում են նկարվել տրինաժորնի զալերում մեր մուսկուլները ցույց տալ, որ դլոները խզղնեն կրտնած ջաներով դնում ենք։ Ես չեմ հասկանում, այս ազգը չի գիտակցում, ինչի մեջ է ինքը հայտնվել։ Թուրքիան Ադրբեջանի հետ ասում են ինչ արինք Ղարաբաղի հետ, հեսա նույնը կանենք Սյունիքի հետ, Սյունիքից պրծանկանցնեն Վայոց-Ձոր, Վայոց-Ձորից Արարատ, Արարատից Երևան, Գեղարքունիքով վсё հաջողություն։ Վարդենից Սիկ Նիկոլ էին պաշտոն, այսօր խնդրեմ ընկել են քաքի մեջ։ Ադրբեջանը որպես քուչի անառակ երեխա կարա հասկանա միայն մի լեզու։ Երբ որ այդ չմո երեխեն վերցնի առաջին պատահած խոշոր քարը, խփի Ադրբեջան կոչվող լակոտի գլխին ու ասի գնա մորդ բերանը։ Այդ ժամանակ Ադրբեջանը կհասկանա։ Էկոմից եթե գալիս է Ադրբեջանի ավակ եղբայր Թուրքիան, վերցնում է քուչում Լեռնիկի ավտոյի վրի լոմը ու ասում է արի ստեղ։ Տվյալ դեպքում լոմը մեր համար ատոմակայանն է։ Ասել են ու նորից կասեն։ Հայաստանը մինչև ոչ թե պետք է խաղաղություն մուրա, ոնց որ այսօր մուրում է։ Ալերն էլ ասում է, էս պիտի անես, են պիտի, ենի պիտի ասի, բոզի տղա պատերազմ ես ուզում։ Ուրեմն կլինի պատերազմ։ Իշխանությունը իշխանություն չի, որպեսզի հայտարարի համատարած զորակոչ, մինչև ատամները զինի իրա զորքին, ներքին թշնամիներից ինչքան դիվերս է, ինչքան փախնող կա, ենկա բոլորին հավկելացի բերթերը, գնա հատուկ պայմանավորվածություն ինչքան դատապարտյալ կա, ով ուզում է իրոք ազատվի բոլորին պերեդավոյ։ Նույն հաջողության որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար հայտարարի մի հատ սնարյադ եկավ իմ կողմ, Բաքու Ջեյրան գազատար կլինի, խռից կլող կլինի եւ այլն կմփստում եմ, ես խոռոփած ունեմ անգլիան նավթ կստանա թե չէ։ Դրանք գումարած եթե դուք ուզում եք վեկալեք Սյունիքը, դուք էս սկերել եք, թե դուք կվեկալեք Սյունիք։ Սյունիքը կվերածեմ երկրորդ Չեռնոբիլի, ոչ այսքում կարա գնաք, ոչ այնքում կարա գաք։ Եվ միայն այս ինտոնացիայով խոսալուց հետո նա կհասկանա, որ ուտենալով իրականում ազգի համախմբվածությունը, տենալով իրականում, որ դավաճան հային գյուլլում են, տենալով իրականում, որ մի մարդու նման բոլորը լսվել են լեռներով, սահերով, ձորով եւ պատրաստ են պատերազմի, ոչ մի թշնամի չի գնա այդ քալին հարձակվի մի հողի վրա, որը իրանը չի։ Ինքը շատ լավ կհասկանա, որ հարձակման դեպքում ստացավ Կիտուբենին տվեց զոհեր, իա երկրում դա պայթելու է։ Բայց մենք հակառակն ենք տենում։ Եթե դուք չեք ուզում պատերազմ, պիտի փոխենք սահմանադրություն։ Եթե դուք չեք ուզում պատերազմ, պիտի տանք Ղարաբաղ։ Եթե դուք չեք ուզում պատերազմ, պիտի տանք Սյունիք։ Եթե դուք արա հելի գնա, այն բոզի տղա, հելի գնա։ Մենք քեզ չենք ուզում, քո նման բորրիկի ծնունդին ու քո թայֆով հետ սիկտիրելի գնա։ Դու ձուն չես կարեմ Երևանի քուչեկից հավաքես, մամայի ծծծնեմ, դու ոնց ես քեզ համարում գերագույն հրամանատար։ Հրաժարական դու գնա բոզի տղա։ Ինչու՞մ վախացնում ես բոզի տղեն Ադրբեջանին։ Բանակցային գործը, որ հանգարտ չհարցակվես, որովհետև եթե հիմա դու սեց ես ասում, սեց ես խոսում, նեց ես անում, ի հայտ կգան ռադիկալ ուժեր, որոնք քո հետ կմտնեն պատերազմի մեջ եւ Ղարաբաղի խնդիրը նորից կվերածնվի։ Ստեղ ես բոզի տղեն ճիշտ է, որովհետև եթե եկավ իմ նման շիզոֆրենիկ քալենք ծած մեկը, Ադրբեջանի մորը ծծանելու է։ Միանշանակ Կրիվ ես ուզում դարի կրիվ անենք, բոզի տղա, յայսա յայնյան։ Խարնվի Թուրքան, խտրեմ հեն արտոնակայանը, մորը ծծանեմ կպսեմ կսեմ մի կողմ։ Դե գնա խարնվի։ Ալիևին էլ դեսմար ձեր չի տալի, որ կնասի դեմը կասի պասմուշ է սուկ ես սեն։ Այս ինտոնացիայի մեջ, դեմը Պուտին կլի նստած, ով կլի նստած, երակով հանդիպում կլի թե կարակում։ Չապը ճանաչի կռիվ ես ուզում կլի ոչ եմ կռիվ, no problem։ Բայց հետո չփոշմանես։
Ելքո Բաքու, Ջեյրան, Մեյրան, Նավթատարման, սաղցացնելու եմ։ Այս սիտուացիայի մեջ։ Աթուբ, մինչև մասսայական ոչնչացման, քիմիական զենք կլինի, կենսաբանական զենք, ամեն ինչը կեղտոտ բոմբ կլինի, ամեն ինչը օգտագործվելու։ Տարածաշրջանը վերացվելու է, ես չգիտեմ ինչի։ Ունեմ մի հատ դաշնակից Պարսկաստան, խնդրեմ։ Ռուս չես խառնում, բազակը թանկի սիկտիրեղի։ Խառնում է Սոյմանալի հասկանանքյալից։ Քունեմ հռոմի ստատուտը, ճղում գցում եմ միալ։ Ով ինձ ներկայնեմ, ես այդ պետության կողքին եմ, վերջ։ Սա է պետք, պարզ, մարդկային, տղավարի, լեզվով, դնեն, խոսալ, բացատրեն։ Թենք էր ամերիկացիներին, թենք էր ֆրանսիացիներին, թենք էր ռուսներին, թենք էր մյուսներին։ Իմ համար կարևորիմ երկրի անվտանգությունն է, վերջ աղբեր։ Բայց մենք դες մարդ չունենք այսօր իշխանությունը, որ նստի խոսա։ Սրանք ամբողջովին մտած են Ալիևի խեռի տակ։ Անդիմություն կոչվածներ պարլամենտում նստած, ես չգիտեմ ինչով ազբաղված։ Զանգում ասում ես գիտես, զորամասերից նկարները հանում են, ասում է գիտեմ, հետո ինչ եղավ, ոչ մի բան։ Գնաց, ինքեր Գեղամ Մանուկյանը, որևիցե մի զորամաս։ Ոչ, չգնաց։ Բախի չգնաց։ Են Արեքնազեր, Հերիքնազեր, են մյուս ազգային ժողովի պատը, զանգին կասին, գնաց, որևիցե, գնաց Լուսակերտ։ Գնաց բան Արարատ, գնաց Վազգեն Սարգսյան, ոչ, չգնաց, ինչու չգնաց, ասում է գրություն ենք դրել, բանան պիտի պատասխանի։ Եվ այս երկուսով պարլամենտական ընդդիմություն եւ իշխանություն մեկը-մեկի լրացնելով երկրի մաման անում են մորմշ։ Մենք պետք է հասկանանք Հայաստանի ժողովուրդը եւ հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է հասկանան, որ այսպես շարունակվել այլևս չի կարող։ Պետք է դուրս գալ փողոց։ Պետք է դուրս գալ փողոց, մաքրել, սրբել։ Հիմա ամսի 20-ին ընդդիմությունը միտինգ անում։ Այդ պարլամենտական։ Հիմա ես ուզում եմ հարց տամ։ Ընկեր ընդդիմություն, պարլամենտական։ Ձեր հաշվարկով, ինչքան մարդ է պետք հեղափոխություն անելու համար։ Հայտարարեք։ Ասեք գիտեք ինչ, սիրելի Հայաստանի ժողովուրդ։ Մեզ հարկավոր է 20,000 մարդ, например, 20,000 մարդ իշխանափոխության համար, հեղափոխության համար։ Բայց այդ 20,000-ը որ եկավ, դաժե 21-20, ուրեմն պիտի գնալ ռադիկալ քայլերի, անել հեղափոխություն։ Այլ ոչ թե վեկալել Երևանով մանտալ, սա Աբովյանն է, սա Կոմիտասն է, սա Թումանյանն է, սա Նալբանդյանն է, վերջում ասել հաջողություն տներով։ Դե չի կարող լինել։ Ուրեմն մի արեք։ Ես ինչի չեմ անում, ես ասում այո պետք է, բայց ես ունեմ մի զգացողություն, որ եթե հանկարծ իմ ուզած թվից քիչ մարդ դուրս եկավ, չհավատացին, կասկածեցին եւ այլն։ Ես չեմ կարող այդ գործողությունը անել եւ հետո ավելորդ տեղը պետքա հիասթափվեմ, վիրավորվեմ, նեղանամ, դուխաթափեմ, բայց հետո նորից վերածնվեմ։ Դուք հավաքում եք այն դաշնակը գցմա հետևից, իշխանը լոկոյա, մանատալի, վերջում ասում հաջողություն։ Կհանդիպեք, ինչ են անում, հանում են Վազգեն Մանուկյան, ինչ անես որ միտինգը ցրես, պիտի բերես Վազգեն Մանուկյան։ Ինչ անես որ միտինգը ցրես, պիտի Միրիջանյանը, ինչ են, բանակից թռած Գանդոնը, պիտի բերես դրան։ Ինչ անես որ միտինգը ցրես, կանես Թևավորի հետ միասին մամլոք տեսություն կարդաս։ Այդ ժողովուրդը չի եկել մամլոք տեսություն կարդալու։ Ժողովուրդն եկել է ծածանելու։ Ժողովուրդն եկել է փողոցում քապը բռնի, կամ քապայական, օրինակ Վահե Եսայան, իմ այդ բոզի տղեկից։ Ու մորը անի մորմաշ, դրա համար է եկել։ Նա չի եկել կանգնի, որ դու միկրոֆոնը վեկալես ձեռդ, կարդաս թե հայական ժամանակ թերթ ինչա գրի։ Միտինգ անելու համար ընկեր ընդդիմություն։ Միակ ներկայացեք ճանապարհային քարտեզ, այդ բառը, ձեր նպատակը ո՞րն է։ Միտինգ եք անում, որ ինչ անեք, միտինգ եք անում, սրան լարեք, օքեյ,
Միտինգ եք անում, որ գնաք ռադիկալ գործողությունների լարեք, օքեյ, համաձայն եմ։ Եկեք, ես էլ ձեզ աջակցեմ։ Բայց եթե միտինգ եք անում, միանանք իար, սրանցից Հայաստանը մաքրենք։ Բայց եթե միտինգ պիտի անեք եւ բնակիչներին ցույց տաք Աբովյան փողոց, Սարյան Կոմիտաս եւ այլն, հելեցիկտիր եղեք։ Մի արեք։ Մի հերթական անգամ Նիկոլի աթոռը ցեմենտ բիտոնով պնդացրեք։ Այ բոզի տաղեք։ Անելուց կամ արեք, կամ մի արեք։ Հասկանալի, հա։ Այս ժողովուրդը չի ուզում ոչ Արման Թաթոյանին տենա բեմի վրան։ Ոչ Վազգեն Մանուկյանին, որ կնի գծծովացեցը։ Եվ այդպես մարդկանց չի ուզում։ Սիկտը մո այդ ժեղ դեմքերին գցեք մի կողմ։ Եվ վերջի ընդունեք, որ դուք ոչինչ չեք կարողանում անել։ Դա էլ ընդունեք, եթե իրոք մի բան ուզում եք անել։ Դաշնակցություն կլինի, ես իմիշ կլինի։ Արես Սիմոնյանը մի անգամ շատ ճիշտ բան ասեց։ Ազգային ժողովում ձեզ դաշնակներիդ։ Միշտ եղել եք դավաճան։ Եվ հիմա այսքան դնել, լռել, հանդուրժել, մինչև մի գեղեցիկ օր, գարունը բացվելուն պես, եղանակները տաքան Ադրբեջանը նորից տնից ծախսնի, նորից նորից մենք ռեստորաններ, ստրիպտիզ կլուբներ, չգիտեմ, տրենաժորնի զալեր, մուսկուլնի, ես իմիշ սիրելի ժողովուրդ, ոչինչ անում եք, դուք դա հասկանում եք, թե ոչ։ Ես գտնում եմ, որ ժամանակն է ստեղծել պլատֆորմ, ժամանակն է եկել այն ուժերի, որոնք ոչ նախկին են, ոչ ներկա են, եթե դաժե նախկին են, բայց եկեք դուզը մենք խոսանք, ինչպես նախկինների մեջ, այնպես էլ ներկաների մեջ պատահում են մարդիկ, որոնք որ սիրում են հայրենիք, որոնք որ սիրում են ազգ, որոնք որ հասկանում են, որ եւ իրենց քաղաքական ղեկավարը եւ այս բոզիտաղա քաղաքական ղեկավարը քակեցրել է պրոգրամի մեջ ու շարունակում է երկիրը գլորել դեպի անդունդը։ Ես առաջարկում եմ բոլոր հանրային դեմքերին, քաղաքական դեմքերին, պետական գործիչներին, եթե այդպիսի կալ, միավորվել մեկ գաղափարի շուրջ, մաքրել սրանց կառավարությունից, բոլորին ճամփելով բերդ մենակ այդ պայմանով եւ հանդես գալ մեկ ճակատով այս դավադիր, դավաճան, բոզիտղա իշխանության դեմ։ Եվ խոստանալով հասարակությանը սրանց լարելուց հետո բաց թափանցիկ ընտրություններ։ Որևիցե մի կողմը, եթե փորձեց խաղեր տալ ընտրությունների ժամանակ, այդ կողմին տանով տեղով ժողովուրդը պիտի ծածցնի։ Սա է։ Էլ չսպասել սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, որ Նիկոլ Փաշինյանը գնաց է ընկելա Վենետիկի դռները, ասում է ես ուզում եմ սահմանադրությունը եւ ազգային ժողովի վաղաժամկետ ընտրությունները մի օրում անել։ Սա աբսուրդ է, որպեսզի կարողանա ժողովրդին դուրս բերել տներից։ Ինքը հասկանում է, որ ինքը եթե գնա սահմանադրական բարեփոխումների, Ալիևյան սահմանադրությունը, որ ուզում են, չի անցնելու, չի կարանալու։ Ժողովրդին չի կարանալու դուրս բերի, մարդ չի գալու տա տեղամաս։ Գնալու են մենակ իա բոզի տղա զոմբիները։ Էլ այդքան զոմբի չունի։ Հիմա ինքը Վենետիկին համոզում է, ասում է փոխարենը ես խոստանում եմ պարլամենտ մտցնեմ եվրոպական ուժերի, եվրոպական Հայաստանով, խոսքերակ են Խզմալյան, Վազգենի Քուր, Արման Բաբաջանյան, կեղծիքան են մտցնեմ, ոնց որ կեղծիք արեց Վազգենի Քավորը բերեց մտցրեց քաղաքապետարան։ Իրանց հետ կմիանան պարլամենտում կլինեն բանը եվրոպական ուժեր, ռուսական ուժեր չեն լինի։ Ես խորոփած ունեմ եվրոպական ուժի վրա էլ, ռուսական ուժի վրա էլ։ Ինձ պետք է որ պարլամենտ մտնող ուժը հայամետ լինի, ոչ թե եվրոպամետ։
Այն Խզմալյանն էլ ասում է Նիկոլ Փաշինյանը Պուտինի պետքա ձերբակալել։ Չձերբակալողի մորակ ունեմ Խզմալյան։ Գնա ձերբակալի։ Դենա ո՞ս է ձերբակալան։ Գնա ձերբակալի։ Տրեք ձեր հետանցքի չափով, ասել եմ։ Դու չես կարա քո հետանցքը այսքան լինի։ Բայց դու տրես ես քո։ Չիլն։ Ցես զեպիտի։ Դաշ։ Սա է պայմանավորվում, բոզի տղեն։ Են վենետի ուպիտով, հելը մի հատ էլ բանակցել ասելա, բան անենք։ Պարս մեծամասնությամբ փոխեմ սահմանադրությունը։ Այնտեղ ասել են դու բոզի տղա չես։ Այսինքն պարս մեծամասնությունը ո՞րն է։ 20 հոգի քվեարկել են դեմ, 21-ը կողմ։ Всё անցավ։ Երևանի քաղաքապետարանի աղաքանու նիստն է։ Պարս մեծա, հենց բորնեկի ծնունդ են դու նայի։ Ույան թվում է, թե ընդից մենք տեղեկություն չենք ստանում։ Այդ Արման Բաբաջանյանն ես ուզում մտցնես ազգային ժողով, հա։ Վազգենի քավոր ես ուզում իմ ձեները գողնած տնես, Վազգենի քավոր վրեն որ մտցնես, այ պորնիկի ծնունդ։ Այն բալեքի ծծծնի Վազգենը։ Մոսին էլ գա, վերջում շռի, ոնց որ Մոսին Վազգենի շռեց վրեդ, պաշտպանության նախարարության ճամփեն, Վազգենի մոտից քեզ հետ բերելուց, հանես բագաժնիկի մեջից, շռեց պատանի լրագրող Նիկոլ Փաշինյանի վրա, այդտենց շռի բալեքիդ վրեն։ Թող ոչ մեկ չասի երեխեքին չքրվեց։ Ով դες բանասից ասել էի։ Հասկանալի, հա։ Դրա համար է Վազգենի քուրը տենցել են գեմեդա։ Այդ դավաճան բոզի տղեն։ Հա։ Էս է սրա նպատակը։ Իհարկե աբսուրդ։ Ո՞ւս կարելի է մի օրը դնել երկու ընտրություն, սահմանադրություն ու ազգային ժողով։ Չի լինելու։ Մենք չպիտի սպասենք այդ օրվան, հոկտեմբեր, դրա մասին է խոսվում, նոյեմբեր, բայց որ այս տարի է։ Մի անգամից ուզում եմ բանը պատասխանել, որ սիրելի հայրենակիցներ, իմ գիրքը արդեն վաղուց Մոսկվայում է, Մոսկվայում արդեն սկսել են եւ ստանալ, շուտով կստանան մեր գիրքը Վլադիվոստոկը եւ Կամչատկան, Միացյալ Նահանգներ գիրքը ճանապարհին կհասնի շուտով տեղ, Եվրոպան մի փոքր ուշացումով եւս կհասնի տեղ, 5 օրից կհասնի նաեւ Եվրոպա։ Սա բան է մասով, գրքի մասով, ես մնում եմ իմ հայտարարությանը, ես որպես պետական գործիչ նորից կրկնում եմ, որ առաջարկում եմ բոլոր այն անձանց քաղաքական դեմքերին, ովքեր դեմ են այս բոզի տղուն, բայց բացի դեմ լինելուց հանդերձ կողմ են, որ ամբողջ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, պարլամենտում նստած, կառավարությունում նստած, քաղաքապետարաններում, հավաքանիներում նստած եւ այլն, բոլորը պիտի մի մարդու նման կոլխոզ տեղափոխվեն Բերդ։ Այդ դեպքում ես համաձայն եմ կազմել միավորում ցանկացած ընդդիմադիր իրեն հռչակած քաղաքական ուժի հետ։ Իսկ եթե որևիցե մեկը պիտի ասի, որ ոչ, մենք դեմ ենք, սա չպիտի դատվի, եսի մորքուի տղեն, այնի հորքուի տղենա, բոլորը պիտի դատվեն։ Նաև 44 օրյա պատերազմի զինվորականները, գլխավոր շտաբի պետը, հրամանատարներ են եւ այլն, անխտիր, առաջինը, եթե ես տրամադրված էի, առաջինը փագել Գասպարյան Վովան, ես հիմա տրամադրված եմ առաջինը փագել սրանց։ Գասպարյան Վովան ինձ է վնաս տվել անձամբ, շատ մեծ վնաս է տվել NVD-ին եւ այլն, բայց հաստատ ոչ այսքան ինչ որ սրանք երկրին։ Ես կսպասեմ մի քանի շաբաթ մինչև հերթ հասնի Գասպարյան Վովային, բայց սրանք առաջնահերթության սկզբունքով բոլորը կոլխոզ պիտի տեղափոխվեն Բերդ։ Եթե կան նման քաղաքական դեմքեր, ովքեր գտնում են, որ այո, միայն այդ առաջնայինը դա է, ես այդ մարդկանց հետ պատրաստ եմ կազմել կոալիցիա, բոլոր քաղաքական ուժերի հետ, նորից եմ կրկնում, ովքեր մտադրություն չունեն Երևանում զբաղվել ին տուրիստով, այլ բառից բուն իմաստով հեղափոխությամբ։ Իմ դռները բաց են, իմ ձեռքերը պարզված են։ Այսօր այսքանը, շնորհակալություն, միշտ նոր հանդիպում։